Ողջույն 24 News-ի եթերում Մարդիկ Արցախից հաղորդաշարն է, շարունակում ենք ներկայացնել արցախյան իրական պատմությունները եւ բացահայտել Արցախի մարդկանց։ Այսօրվա իմ հյուրը արցախցի նկարչուհի Ալյոնա Հայրապետյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ալյոնա ասմավեր Ղարաբաղցի գյուրտասնուման, առաջինը հրցնումն հունցեք, հետո հունցեք հարմարվալ, հունցեք։ Նորմալ փորձում ենք հարմարվինք, ավելին ստեղծինք, ինչ թողանք Ղարաբաղ, շատ դիժիր է, բայց նորից պիտի ստեղծինք, ստեղ առարինք ու ապագան ավելի կայուն սարքինք։ Դուք նկարչուհի եք, որը որ իր ստեղծագործություններում ներկայացնում է արցախյան գույները, պիտի փաստեմ, նախ սկսենք նրանից, ինչպես է ձևավորվել ձեզ մոտ նկարելու տաղանդը կամ գուցե դա ժառանգաբար փոխանցված է։ Դպրոցից հետո ընդունվել եմ Գյուրջանի կիրառական արվեստի ինստիտուտը, տաղանդ չեմ ունեցել, չէի կարողանում նկարել, սովորել եմ ընթացքում, հետո ավարտելուց հետո նկարում էի սկզբից տանը իմ համար, հետո կամաց սարքեցի բիզնես փոքրիկ եկամուտի աղբյուր ինձ համար։ Տեսեք, հիմա ձեր ստեղծագործություններում գերակշռում են արցախյան գույները, արցախյան թեմատիկան, արդյոք Արցախը ոգեշնչում է ձեզ։ Այո, Արցախը ինձ շատ է ոգեշնչում, ես Արցախում եմ միշտ նկարել արցախյան թեմաներով նկարներ, փորձել եմ միշտ պահպանել հայկական մշակույթը, երբ արդեն Հայաստան եկանք, այստեղ ավելի շատ եմ աշխատում այդ թեմայով, որովհետև փորձում եմ մի փոքր մարդկանց կարոտը հագուստների վրա, բաժակների վրա նկարել, որ կարոտը առնեն ու չմոռանան Արցախը։ Հետաքրքիր է ձեր պատկերներում գերակշռում է Ղազանչեցոցն ու Տատիկ Պապիկը, եթե ճիշտ եմ նկատել, պատվերների հետ է կապված, թե մենք կարոտում ենք առավել շատ Տատիկ Պապիկը կամ Ղազանչեցոցը։ Պատվիրատուներից մեծ մասը արցախցիներն են, իրանք են շատը պատվիրում հենց Ղազանչեցոցը։ Ամենից պահանջված տեսակը Տատիկն ու Պապիկն է, որ ցանկանում են միշտ լինի իրենց հետ, չմոռանան։ Դեռ ձեր աշխատանքներին կանդրադառնանք, հիմա ուզում եմ խոսենք Արցախից, մեր Արցախից, որ մնաց կամրջային կողմում։ Պետք է նշեմ, որ 3 երեխաների մայրիկ եք, չնայած այսպես ոչ արտակնապես է երևում, ոչ էլ, եւ ինչպես եք հաղթահարել շրջափակումը 3 երեխաների հետ։ Շրջափակման թեման մի քիչ դժվար թեմա է, որովհետև շատ դժվար է եղել այդ օրերին, բայց կարոտում ենք նույնիսկ այդ օրերը ոնց էինք հացի հերթում ժամերով կանգնում, իրիկունները չէին քնում, գնում էինք հացի հերթ, չկար ոչ մի բան համարյա ուտելու, բայց էլի ինչ-որ մի տեղից հայթայթում էին, գտնում, բերում, որ երեխաները ուտեն, լինում էր դեպքեր, երբ տանը վաշե հաց չէր լինում, բայց որ մի հատ հաց էինք վերցնում, երեխաներն էին ուտում, որ ասում էին ինչու մեծերն էլ չեք ուտում, միշտ ասում էինք, որ կերել ենք արդեն։ Կար մի բան, որ երեխաները ուզում էին, չկար այդ շրջանում։ Շատ բաներ տենց լինում, որ չէին գտնում, բայց որ հնարավորություն էր լինում, երեխաների համար ինչ-որ մի բան բերել ենք տալիս։ Որ հնարավորություն էր լինում Հայաստանից ինչ-որ մեկը բան ուղարկելու, անպայման խնդրում էի, որ իմ համար ներկեր կտավներ, ինչ պետք է նկարելու համար, այդ բաները ուղարկեմ, որ կարողանամ աշխատեմ, որովհետև այդ ժամանակ միակ փրկությունը այդ է եղել նկարելը։ Ալյոնա, իսկ դիմի դեպք կա կապված Խոխորձը ու բլոկադին հետ, որովհետև այդ օրերին հիշում վեր երեխաների պատմությունները շատ հետաքրքիր են իլել, մի կոնֆետ, մի հաց ու ուրանց հետի մի մոտ տոնակատարություն այլել։ Հիշում դեպք, ես Արցախում երեխաների հետ պարաֆելիսում իլել ու երեխաները, որ գալիս են մեր տուն, մեզ կոնֆետի խանութ է եղել, տունը միշտ զապաս պահում էինք այդ կոնֆետները, որ գալիս էին մեր տուն, մեկ-մեկ հանում էի, այդ երեխաներին հյուրասիրում, որ ասում էի կերեք, իրանք չէին ուտում, տանում էին իրենց տուն, մյուս երեխաների հետ այդ մի հատ փոքր կոնֆետը կիսում, բոլորի մեջ ու ուտում։ Էդ էլ հետո եմ իմացել, որ իրանք չէին ուտում, այդ այնց տանում էին մյուս երեխաներին, որ մյուսներն էլ ուտեն։ Պատկերացնում եք ինչ բան է երեխայի համար
մի կոնֆետը, մի քանի մասի բաժանված, որը որ 21-րդ դարի եղելության մեջ մեկ այլ սարսափի ժանրից է։ Կպատկերացնեիք, որ շրջափակմանը կհաջորդեր պատերազմը։ Ճիշտն ասած չէ, որովհետև մենք բոլոր դժվարությունները հաղթահարեցինք, 20 թվից հետո վերադարձանք այն հույսով, որ մենք գիտեինք, որ վտանգ կա, Շուշիում արդեն թշնամիներն էին, բայց ելի մեզ հույս ենք տալիս, հավատում ու վերադարձանք Արցախ, որ մեր ապագան լինի այնտեղ, ցավոք սրտի շրջափակվեց ու ինձ թվում է մենք բոլոր դժվարությունները հաղթահարել ենք, որ վերջում մնանք մեր հայրենիքում։ Ցավոք այդպես չեղավ։ Ինչպես սկսվեց սեպտեմբերի 19-ի պատերազմը 3 երեխաների մայրիկի համար, հասկանում եմ, որ ցավալի է եւ դժվար է խոսել, կարող եք նաեւ բարբառով պատմել, որպեսզի այս ավելորդ լարվածությունը դուրս գա, նաեւ մեր հեռուստադիտողը բավականին գեղեցիկ մեկնաբանություններ է թողնում, երբ որ խոսում ենք բարբառով, ոգևորում է մեզ, ասում է, որ պիտի շարունակեք պահել, պահպանել բարբառը։ Ճիշտ ասած շատ ուրախանում էր մեր բարբառը սկանում, դաժե ճանապարհավ քյալիս վերմինը բարբառավ մեր բարբառավ մենա խոսում, հլորվում ենք նախ մեն խոսում ու ուրախանում ենք մեր բարբառը ստեղ օգտագործվում է տանն հետ խոսում, երեխաներին հետ խոսում են բարբառը, որպեսզի երեխաները մոռանան վեճ մեր բարբառը։ Ամսի 19-ին քայք քեցած են լաշկոլ, ես էլ տանն միլել, ամուսինս Viber-ի խմբի վրա ծնողական այդ խմբի վրա SMS-ա գալիս, որ 7-րդ դպրոցի երեխաներին նկուղն իջացրալ։ Ես էլ ամուսնուս ասում, այս սեքստի է սկսում պանիկան, վեշին պեն չկա, ես ինչ են գիրում պեն, ու դրանից հետո խոխերքը կուճիրինում, շուտուն տեսերը պրծնում կյամանտոն, ու ասում վեպա շկոլումը սեստի պեն ալել դմփոցն կսկացապեն, ասան կռավը սկսալա։ Ես էլ ասամ դիպեն չկա, ոնց կա կռավ սկսե, որտեվ վեշմնա հավատալ չենք վեր կարող ասկսե, ասանք միջև 25 թիվը նախդեմ պայմանագիր ակնքած վեշպեն կայել չինի։ Ու եկան տոն հացն կերալ ու կռավը սկսալա։ Մի անգամից վեր այդ բայթունի սեսերը սկացալանք, ահա որ վիճակալ է, լող լեցնելավ, ախելավ, կշացան պատվալ, խոխեր լեցնելավ, պատվալում կացանք, մինչև տեսնանք, գիտացանք 2020 թվի նման, ոնց էր մերկու այդ խլանն ու վավշե պատկերացրալ չենք վեկա կռավ սկսե։ 3-4 օր պատվալում կացալանք, վեր արդեն մի քիչ հանդարտվալա, արդեն պցյացանք տոն, խոխերքը պցյացան տոն կշացալ, բայց պատվալումն ընկլայքինելիս։ Ու ամսի 29-ին դուսենք եկավ արդեն։ Ինչը քիլալ մտածելիս պատերազմի գիշերը։ Պատերազմի գիշերը վախեցել էինք, ավելի վատն էինք, ճիշտ ասած պատկերացնում, որ շրջափակման մեջ ենք, ամեն ինչ գլխներով անցնում էր։ Երեխաների համար էի մտածում, որ գոնե երեխաները փրկվեն։ Ինչպիսին էր վերջին գիշերը ձեր տանը։ Դուրս գալու օրը տները սախ սիրուն հավաքել ենք, թողել ամեն ինչ իր տեղում, որ կարողան նորից հետ վերադառնանք։ Այնքան չէի ուզում դուրս գալ տնից, քիչ էր մնում պատերն գրկեի։ Ես իհարկե ներողություն եմ խնդրում վեր ձեր էմոցիաները վերում հանալ, ուղղակի ուզում մարդիկ գիտան, սկանան, արցախցիները իրականում ինչի մեջ հավանանց կենում, ինչա տղվարվել ձեր իրերի պայուսակում։ Շատ դժվար է այդ ամեն ինչը վերհիշելը, բերանք խոխորձ շյուրան, պատարմեր շյուրան։ Իսկ ձեր ներկերը դժվարությամբ ձեռք բերված բլոկադի ժամանակ։ Դրանք էլ եմ բերալ իմ գործերս դուզն ասած լողջում գրեցալ դուսոնին, բայց հիմնականում այդ մոմենտին տանը ինչ լոլա դրանք երում կալալ, հետո երում կալալ իմ մեր բակումը մեր շենքին տակին մի հատ կուճիր բոստանալստի մեջին վարելիսում լել կնանչի ծառեր ալալ ծաղիկներ ալալ ինձ տարբեր տեսակի դաժե հարևանեն վերքշնալիս են լել այդ տեղ ավանց կնալիս միշտ ասելիս են լակայիս ծաղիկ խաղիս ինձ տաս միշտ խաղելիս եմ լա տալիս տնելիս են լել
Это մեր գուճիրտետ բոստանին հողիցում իզնետ բերալ, մինես քանստի քսակում ստիացալում իզնետ բերալ ու տանը ինձ մոտ ծառեր այլել, մինչե պատալոգ դաժստի ծռված էլի, հատեք այդքան մծմծնլել, քանի որ իրանց գրեցալ չում ես դուսոնիմ, բայց ամեն անստիմի գուճիր ճողնը կուպուկում տվալ ու իզնետ բերալ, նորից տղտիրալում էդ բերած հողիս մեջին ու աճեցրալ։ Հետաքրքիր է։ Նորից նոր կյանքում տվալ է ծաղիկները։ Դա է ուզում հենց ասել, որ կարծես նորից նոր կյանք եք տվել։ Իսկ ինչպիսին է առհասարակ կյանքը Արցախից հեռու։ Շատ դիժեր է դուզն ասած, ինչ առեթինի կամ միտեղ կյանք ուրախանալու ինչ-որ մի բեյնի, մինա կարմ չնք լիովին ուրախանանք, մեջ ունես մի բեն գոտրվածը, են առաջվա ուրախությունը ինում չի, ինձ է դիտիա։ Շտեղ կուզեիք մենք ինեիք։ Արցախում։ Մեր տանը։ Եթե պատկերացնենք, որ հիմա Ստեփանակերտում ենք, որ փողոցում կուզենայիք լինել։ Կուզեի Շուշվա քայլելիսին։ Արցախը ձեզ ուշ տալիս է հիմա։ Այո, իհարկե։ Մենք դեռ հավատը չենք կորցրել եւ սպասում ենք, որ նորից գնալու ենք։ Ինչ գույներ ուներ Արցախը ձեր պատկերներում մինչև գաղթը եւ գաղթից հետո։ Արցախի իմ աշխատանքների մեջ միշտ яркий է, վառ գույներով, ես երբեք տխուր նկարում չեմ Արցախը։ Միշտ ուզում վեր яркий։ Իսկ եթե հնարավորություն ունենայիք Արցախին գետ մի բան ասելու, որը կլիներ դա։ Ուզում վեր միշտ մնանդի հունցերիմ հիշողությունները մսիլելա լավ, բայց կենամ մինչև մուկ ետքինանք։ Վստահ եմ, որ 3 երեխաների հետ դժվար էր դեպի հակարի տանող ճանապարհը։ Դուք ինչպես եք հաղթահարել այդ փորձությունը։ Դուզն ասած այդ ճանապարհը շատ դիժեր էլ այնքան դիժեր վեոզամ մաշինը կանգնեցրեցիք, ես էլ կարում չում դարշկեմ։ Երեք երեխաներին հետ մաշինի մեջ ոլող վեշերը այդ մաշինումը ու ճանապարհը շատ երկար 3 օր Սեպտեմբերի 29-ին դուս եկալ, այդ նորերնալա վեր թուրքերը արդեն քաղաքում ննիլել Ստեփանակերտում, առիթ ունեցել եք հանդիպելու, բախվելու իրանց հետ։ Չեն բախվել մենք իրանց հետ։ Իրանք փողոցավն լա շրջվելիս մունքը դեպի այդ ճանապարհները դուս չենք եկալ։ Դետել հանդիպալ չենք։ Վխեցալ չեք, վեր կարող է հանդիպեիք, խոշտանգվեիք կամ որևէ մի զրուցանիք, թե արդեն մեկ այլել։ Չէ, վախելը վախալանք, դաժե ճանապարհը քելիս էլի վախալանք, ասան կարող է էլի կանգնեցնին ինչեր բենանին, բայց բարեբախտաբար, ամեն ինչ հաջող անցել։ Ալոնա, անդրադառնանք ստեղծագործելու ձեր տաղանդին եւ որպես զրույցի ամփոփում կուզենայի առանձնացնեք Արցախի այն վայրերը, որոնք սիրում եք նկարել, բացի տատիկ պապիկից ու Ղազանչեցոցից։ Բոլոր եկեղեցիներն էլ ես սիրում եմ նկարել, պատվիրատուներս էլ են միշտ եկեղեցիներ են ուզում, որ իրենց նկարներում լինի, նաև պատվիրում են իրենց տան նկարները, փողոցները կարոտը առնեն։ Իրենց տան փողոցները։ Հետաքրքիր է։ Ինչպիսին է վերադարձի տեսլականը։ Ես հավատում եմ, որ դեռ կվերադառնանք, որովհետև որ ֆիլմը ավարտվում է կիսատ ու իրան պետքա շարունակություն լինի, իմ համար նույնպես այդպես է, ես չեմ կարողանում հարմարվել այն մտքին, որ Արցախը տվեցինք ու վсё, ինձ թվում է, ինչ որ մի բան պետքա փոխվի, հավատում եմ, որ մի բան հետագայում փոխվելու է ու մենք հետ կվերադառնանք մեր հայրենիք։ Երեխաները հարցեր տալիս են Արցախից։ Այո, իհարկե շատ են խոսում, հիշում, վերհիշում, հատկապես փոքրիկս միշտ նկարները նայելուց միշտ հարցնում եմ, մամ, հիշում ես այստեղ միշտ հիշում ենք Արցախի ամեն մի անկյունը, մասնիկը։ Խոսեցինք երեխաներից, ձեր նկարելու տաղանդից, ինչ եք բերել մեզ հետ Արցախից, բայց չխոսեցիք ինչ եք թողել Արցախում։ Արցախում մնացել է մեր մանկությունը, մեր երազանքները, մեր ապրած տարիները, բայց իմ համար ամենից կարևորը, որ մնացել է այնտեղ, դա իմ մայրիկի գերեզմանն է, շատ ցավալի է, որ չեմ կարողանում գոնե մեկ հատիկ ծաղիկ դնել Շիրիմաքարին։ Որ վերադառնաք առաջինը մայրիկի մոտ եք գնալու։ Այո, իհարկե։ Շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար, ձեր հույզերը մեզ հետ կիսելու համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն հրավերի համար։
Դե ինչ, այսպիսին էր մեր այսօրվա պատմությունը, երբեմն չենք կարողանում զսպել հուզմունքը, երբ խոսում ենք հայրենի տան կարոտի մասին։ Հուսանք, որ մի օր մեզ ճանապարհը Արցախ է տանելու։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։